Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա եւ ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը։ Առաջինը դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետեւյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաեւ այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել եւ վերցնել, եւ իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից, թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողում եւ հատկացնում են ինչպես նախատեսված է օրենքով։ Սա շատ կարեւոր տրամաբանական շղթա է, աշխատանք, վճարված հարկեր, կենսաթոշակներ։ Ուզում եմ նաեւ ընդգծել, որ կարծում եմ հենց իրենք թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետեւ հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում, այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի եւ շատ կարեւոր է իսկապես որևէ բան ձեռք բերելիս չմոռանալ նրանք, ովքեր վաճառում են հսկիչ դրամային կտրոն թողարկել, նրանք, ովքեր գնում են վերցնել, ստանալ, իսկ դուրս չգրել դեպքում պահանջել հսկիչ դրամարկային կտրոն, իսկ ընդհանրապես տնտեսվարողների համար, աշխատող արդյունք ստեղծող մարդկանց համար շատ կարևոր է վճարել հարկերը, որովհետև հարկերը վճարելով իրենք առաջին հերթին ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ եւ երկրորդը, որը ամենևին պակաս կարևոր չէ, ուժեղացնում են իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ իհարկե հետագա զարգացումը ապահովելու հնարավորությունը։ Եվ այսպիսով ապրիլի 1-ից թոշակները կավելանան, ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը ավելի քիչ եւ ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարեւոր է արձանագրել, որ մենք լիարժեքորեն կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը եւ մենք այսպիսով
այդ հանձնառությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ, լավ եղեք։ Բարելույս բարեկամներ, ինչպես հավանաբար արդեն հասցրել եք տեղեկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են եւ ես ուզում եմ մի քանի բարձաբանում ներկայացնել, թե ինչպես։ Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24000 դրամ է, այն բադառնալու է 34000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք ունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10000 դրամ։ 36, 37.5 եւ 39000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47.5 եւ 49000 դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10000-ից ավել, ընդհանուր մինչեւ 15000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետեւ նրան այդ կենսաթոշակներ արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են, կերակրողին կորցնելու կենսաթոշակ եւ այդպես շարունակ։ Եվ ապրիլի 1-ից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով եւ այս ամենը չհաշված հետվճարը, որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների եւ նպաստների 20%-ի չափով, առավելագույնը 10000 դրամ եւ հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10000 դրամ բարձրացումից եւս մինչեւ 10000 դրամով, դրանով իսկ նաեւ խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա եւ պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ։ Մենք իհարկե էլի կխոսենք սրա մասին, կբացատրենք մանրամասները, լավ օրեմ բոլորի ցանկանում, առողջ եղեք։